Պաշտպանության նախարարության մոտ քաշքշուկից մեկ շաբաթ անց քննչական կոմիտեն հանրային հետապնդում է հարուցել անհետ կորածների հարազատներ Արսեն Ղուկասյանի եւ Աբիջան Գևորգյանի նկատմամբ։ Գևորգյանի խափանման միջոց են ընտրել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին։ Արսեն Ղուկասյանին մեկ ամսով կալանավորել են խուլիգանության համար։ Նրա փաստաբանի ձևակերպմամբ անհետ կորածների հարազատները գլխացավանք են դարձել իշխանականների համար։ Հենց այդ պատճառով էլ նրանցից ամենաակտիվներին որոշել են զրկել ազատությունից։ Նույնիսկ չեն խոշել, քննիչի իր միջնորդության մեջ խափանման միջոցի կիրառմամբ նշել է, որ Արսեն Ղուկասյանին հատկապես պետք է կալանավորել, որովհետև ինքը բայելում է հարգանք եւ նաեւ մշտապես ակտիվ գործունեություն ունի այս հավաքների կազմակերպման մեջ, ոսմա կարող է նոր հավաքներ կազմակերպել։ Արսեն Ղուկասյանի մայրը Հայլուրին հայտնում է, որ որդին առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք սրվելու են կալանավայրում։ Որդուն այսպես փակ դատով ոչ մեկին թույլ չտվեցին, ոչ մի ցուցմունք տալ ներկաները, մասնակիցները ոչ մեկի կարծիքը հաշվի չառան, անօրինական ձևով կալանքի Արսեն Ղուկասյանի առողջական խնդիրների մասին դատախազությանը նամակ են հանձնել 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները, պահանջելով փոխել խափանման միջոցը։ Եթե իրանք մտածում են, որ Արսենի կալանավորումը կամ MSC կալանավորում բաց թողումը մեզ հետա կանգնեցնելու մեր երեխեքի պահանջից շատ չարաչար սխալվում են։ Հիմա որ մեկի երեխուն կապնես, կոկորտդ կհանեն։ Մենք այնքան ադեկվատ ենք, որ նման բաներ չենք անում։ 44-օրյա պատերազմում անհետ կորած Համազած Պողոսյանի հայրն ասում է, որ իրենք ՊՆ-ի դիմաց խուլիգանություն չեն արել, այլ իրենց զավակներին են պահանջել։ 5 տարի է կարոտեն նրանց ձայնին։ Ող իրանցից մեկը երկու օր իր երեխու ձայնը չլսի։ Տենանք ինչ պիտի անեն։ Շուրջ 5 տարի առաջ հոկտեմբերի 18-ին է խոսել տղայի հետ։ Իջևանում ծառայող Համազածն իրեն ասել է, որ կռիվ է գնում։ Հիմա մեր տեղը շուներներ կսատկեց հավատան։ Որդու աչքերը Հովանեսի հեռախոսի էկրանին է։ Ամեն օր նայում է ու փնտրում, որտեղ է իր տղան, որտեղ են տղաները։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։